Սա 5-րդ պատարակն է, որ տեղի ունենում վարչապետի մասնակցությամբ, բայց նաև տեսնում ենք, որ քահանաները, որոնք պատարակ են մատուցում, արդեն կարգալույծ են լինում, Տեր Արամինդը արդեն կարգալույծ են արել, Տեր Թադեին կանչել են կարգապահական հանձնախումբ, ձեր կարծիքը դրա մասին։ Կարգալույծ եղած մարդիկ չեն կարող կարգալույծ անել, շուտով այս բոլոր մարդիկ իրենց արժանի տեղը կունենան մեր եկեղեցական համակարգում, իսկ կարգալույծ եղած սրբապիղծ մարդիկ էլ իրենց արժանի տեղը կունենան համապատասխան վայրում։ Վարչապետը այս պատարակները կոչում է նորոգման պատարակներ եւ ինչքան կշարունակվի, ճիշտ է վարչապետը չի կասկածում, որ Կտրիչ Ներսիսյանը մի օր լքելու է Վեհարանը, ձեր կարծիքով դա երբ տեղի կունենա։ Կտրիչ Ներսիսյանը ընդհանրապես մարդը, որ գտնվում է ֆիզիկապես այդ տարածքում, իհարկե դա ուզուրպացիա է ըստ էության, բայց բնականաբար ոչ մեկ չի կարողացել ժողովրդի կամքին դեմ գնալ, առավել եւս երբ որ հայ առաքելական եկեղեցու կանոնները սրբապղծորեն սրբապղծված են ինչ-որ մարդկանց կողմից, հետևաբար այդ մարդիկ գնալու են այդտեղից, ֆիզիկապես լքելու են այդ տարածքը եւ դա ժամանակի հարց է, ինչքան ուշ այնքան ավելի խայտառակվելով եւ միայնակ։ Եվ նաև ընդդիմադիրների մեղադրանքները Տեր Արամին մեղադրում էին, որ նա կարգալույծ եղած է, չի կարող պատարակ անել, ֆեյք է այդ պատարակները, բայց դրան հաջորդող այն հոգևորականները, որոնք պատարակ էին անում, կարգալույծ եղած չեն դեռ։ Եվ նաև նրանք սկսում են հաշվել պատարակի եկող մարդկանց։ Սա հանրահավաք չէ, Սա բնականաբար հանրահավաք չէ եւ եթե մենք ուզենանք հանրահավաք անենք, այնքան մարդ կհավաքենք, որ ընդդիմադիրների դունչը կախ կմնա, բայց մենք սա պատարակ է բնականաբար պատարակին գալիս են այն մարդիկ, ովքեր որ սովորաբար գալիս են եւ օրինակ այստեղի մարդիկ են գալիս պատարակի, որոնք հանրահավաքի չեն գալիս օրինակ սովորաբար, այսինքն սա լրիվ ուրիշ գործընթաց է։ Եվ նաև այն, որ Խաչիկ գյուղում պատարակը մատուցեց թեմակալ առաջնորդը, սա խոսում է նրա մասին, որ այլ եպիսկոպոսներ եւս կմիանան այս ամենին։ Այս process-ը անկասելի է, այս եկեղեցին էլ ըստ էության process-ի նոր մասնակից է, եկեղեցու հոգևորականներն էլ, հետեւաբար այս process-ը անկասելի է եւ ես կարծում եմ, որ ի վերջո հասնելու ենք նրան, մնալու է միայն Կտրիչ Ներսիսյանը մի քանի հոգու հետ մայրաթոռում եւ ստիպված լինի ինքն էլ այդտեղից հեռանա, ես կրկնում եմ, այդ մարդը ընդհանրապես ֆիզիկապես է զբաղեցնում եւ նա կաթողիկոս չէ, որովհետեւ ուղղակի չի կարող կաթողիկոս լինել, որովհետեւ երեխաներ ունեցող մարդիկ չեն կարող լինել կաթողիկոս, տարբեր տեսակի սրբապղծությունների մեջ ներգրաված մարդիկ չեն կարող լինել arczepiskopos-ներ, եպիսկոպոսներ, հետեւաբար այս համակարգի մաքրելը դա առաջին հերթին պարտավորություն է, պարտք է մեր համար, հանուն մեր եկեղեցու, հանուն հայ առաքելական մեր սուրբ եկեղեցու։ Շնորհակալություն, հոգևոր իմաստով այս պատարակներին մասնակցելը ձեզ ինչ է տալիս, փոքր այս մասով։ Տեսեք, ես անկեղծորեն կլինեմ, ես մինչև այս ընդհանրապես երևի մի 2-3 անգամ եմ պատարակի մասնակցել եւ ընդունում եմ դա նաեւ դա էլ իմ այսպես ասած բաստողումներից մեկն է եղել եւ սա ինձ համար առաջին հերթին հենց հոգեվոր առումով շատ այդպես հետաքրքիր զգացողություն է ունենում ամեն անգամ երբ որ այդ գործընթացը պատարակը մատուցվում է եկեղեցու խոսքը լսում ես եկեղեցականների խոսքը լսում ես որ ընդ որում նաեւ իր բովանդակությամբ նաեւ շատ հետաքրքիր է եւ այս առումով կարծում եմ որ ինքը անձնապես շատ այդպես ասած հոգեվոր մեծ բավարարվածություն է ստանում բայց նաեւ զուգահեռ ես հասկանում եմ որ անում ենք մի հատ շատ ավելի մեծ գործ քան անձնապեսն է որովհետեւ այդ մեծ գործը հետեւյալն է սրբապղծության մեջ ներգրաված մարդկանցից հայ առաքելական սուրբ եկեղեցու ազատագրումը այսինքն ի վերջո հասնենք մի իրավիճակի որ հայ առաքելական եկեղեցու ուրեմն հոգևոր առաջնորդությունը զբաղեցնեն մարդիկ, որոնք որ չեն խախտել եւ չեն խախտում իրենց ամենօրյա գործունեությամբ, հա։ Սա է միակ բովանդակությունը այս ամեն ինչի եւ սա այս process-ը այսպես առումով կարելի ասել երկակի բավարարվածություն է տալիս եւ անձնական, այսպես ասած հոգևոր բավարարվածություն եւ շատ ավելի կարեւոր ու մեծ այն է, որ հայ առաքելական եկեղեցին ազատենք մարդկանցից, որոնք իրավունք չունեին զբաղեցնելու այդ դիրքը եւ իրավունք չունեն ընդհանրապես Վեհարանում գտնվեին։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։